շատ կալորիտնի է ու հիմա կանցնենք սենց ավելի մանրամասն ամեն վայրի մասին խոսելով։ Նախ մեր բան ասեմ, ինչով մենք այստեղ շարժայում հպարտանում ենք։ Շարժան ճանաչված է որպես նախ շատ դաստիժենյաներ ու նագրադաներ ունի տարիների ընթացքում, որ ստացել է, համարվում է իսլամական մշակույթի մայրաքաղաք, համարվում է արաբական туриզմի մայրաքաղաք, ստացել է գրքի մայրաքաղաք կոչումը, ստացել է կոչում город дружественный к детям, то есть այն ամեն ինչը ինչ ստրուկտուրան, որ այստեղ կա շարժայում, հա, ամեն ինչը նախատեսված է ընտանեկան հանգստի, ընտանեկան մթնոլորտ, երեխաների համար, շատ միջոցառումներ ու պրոյեկտներ հենց երեխաներին նվիրված են ու հենց այդ պատճառով էլ ստացել է այդ կոչումը։ Կան վայրեր, որոնք որ գտնվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի մտցված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակի մեջ, Հարթով շարժան, շարժայի սիրտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մի մասն է, Մլեխան հիմա դառնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մի մասը։ То есть շատ վայրեր կան, որոնք որ շատ մեծ մշակութային արժեք ունեն։ Մենք շարժայում ունենք մեր սեփական օդանավակայանը, ինչը որ հնարավորություն է տալիս տուրիստներին շատ ավելի քիչ ժամանակ ծախսել ճանապարհի վրա, պլյուս գլխավոր ավիաուղիները, որոնք որ դուք շատ լավ ճանաչում եք, Air Arabian, հնարավորություն է տալիս կակրած ձեր մոտից Երևանից, եթե չեմ սխալվում, ամեն օր չէ, չվերթներ իրականացնել դեպի շարժա ու գնային առումով համեմատած մնացած ավիաուղիներին շատ ավելի մատչելի է, եթե հաշվի չառնենք ձեր սիրելիներից մեկը Վիզերը, բայց էլի եթե համեմատում ենք գին որակ շատ մատչելի ու շատ հարմար է։ Պլյուս շարժա օդանավակայանը ինքն իրանով կոմպակտ է, ոչ մեկ չի կորում, ժամանակ շատ չի ծախսում, то есть իջանք, դուրս եկանք, գնացինք արդեն դեպի տրանսֆեր ու շատ կարճ ժամանակահատվածում հասնում ենք հյուրանոց, որովհետև հյուրանոցը մոտ է, հիմնականում գտնվում է մոտ։ Եթե դա չանցնենք այսօր ձեզ կպատմեմ շարժայի ամբողջ քարտեզի մասին, կան տարածքներ, որ մի քիչ ավելի հեռու են գտնվում, բայց հիմնական հյուրանոցային բազան գտնվում է հենց շարժայի քաղաքի ներսում, ինչը որ 20 րոպեվա ճանապարհ է օդանավակայանից։ Սա քարտեզն է մեր ընդհանուր էմիրությունների, գազարագույնով նշված է հենց շարժայի տարածքը։ Գլխավոր մեծ հատվածը, որը գտնվում է այսպես տեսեք, այստեղ Դուբայն է, այստեղ Աջմանը եւ արանքում հեսա մեր շարժանա գազարագույնով։ Բաժանված է, կարելի է ասել, նախ շարժան միակ էմիրատն է, որ երկու կողմից ջուր ունի западное побережье, այստեղ Արաբսկի զալիվն է, и восточное побережье, այստեղ արդեն օվկիանոսն է, Ամանսկի զալիվն է։ Եթե տեսնեք, այս մասերը նույնպես գազարագույն են, այս փոքրիկ Ձիբայի հատվածը, Խորֆականի հատվածը եւ Կալբայի հատվածը նույնպես մտնում են շարժայի մեջ եւ պատկանում են շարժային։ Դա հնարավորություն է տալիս ունենալ շատ տարբեր լանդշաֆտ, այսինքն եթե մեր այս հատվածը, քաղաքի հատվածը ինքը ավելի հանգիստ է, Արաբսկի զալիվի պաբերեժյան հանգիստ է, ծովը, ապա այստեղ նույն Խորֆականում կլինի շատ կարալով ռիֆներ, կլինեն ավելի տենց մեծ ալիքներ, то есть շարժան այդ առումով միակ էմիրատն է, որ համատեղում է իր մեջ եւ մի կողմը եւ մյուս կողմը։ Ծանոթանանք մայրաքաղաքի հետ, ինչպես ասեցի, տարբեր ափեր են, ուրեմն երկու ափներ իրականում շատ մաքուր է ու ավազը ցենց պարզ մանր սպիտակ ավազ է, ինչը որ ոչ բոլոր էմիրություններում կտեսնեն տուրիստները ու դա իրականում շատ մեծ պլյուս է, որովհետև տուրիստներ կան, որ գալիս են հանգստանալու ծովի համար։
մարդ կա ասում է ես ուզում եմ ինձ կարևոր չի հյուրանոցը, հա, ինձ կարևոր չի տենց չգիտեմ լյուքսովի սեգմենտը կամ պրեմիումը, ինձ կարևոր է որ իմ ծովը լինի լիարժեք, որ երեխաները հանգիստ մտնեն ծովը, ոչ մի խոչընդոտ չլինի, այդ ամեն ինչը շարժայի մասին է։ Հիմա անցնենք по западному побережью, այստեղ է սլայդի վրա կտեսնեք Ալհիրա ափը, այս ափը նոր է, ամբողջությամբ նորացված, բազմազան կաֆեներ, ռեստորաններ, միջազգային բրենդների, հա, տենց հայտնի պրագուլիչնի պրոմենադով ճանապարհ սարքած, գտնվում է այս ափը, եթե տարածքային դուք ծանոթ եք շարժային, բոլորդ գիտեք որտեղ է Շերատոն շարժան ու կորալը, չէ, իրանք գտնվում են համարյա թե Աջմանի սահմանին, չհասած Շերատոն, այդ ամբողջ գիծը դա Ալհիրա ափն է, արդեն բաց է, գործում է, ամեն ինչ կա, հարմարանքները բոլոր, то есть եթե դուք City Hotel-ում եք ապրում, հանգիստ կարող եք գալ ափ հանգստանալու, որովհետև կան եւ դուշևոյ կաբինաներ, եւ changing room, եւ ամեն ինչը հարմար է, то есть լիարժեք ինքը վճարովի են այդ ոչ անվճար է, անվճար, հա, ամեն ինչ անվճար։ Սա ինչ վերաբերվում է Ալհիրային, սա մեր հայտնի Ալխան պլաժն է, Ալխանը արդեն գտնվում է այլի տարածքային, եթե տեղյակ եք, շարժը ակվարիումից սկսած, մինչև վերջ այդ ամբողջ պլաժնի լինիան, то есть որի վրա Occidental, Carlton, Lulu, հա, այդ ծովափնյա հյուրանոցներն են, այդ ամբողջը համարվում է Ալխանի ափը։ Ալխան Open Beach առանձին էլի անվճար բաց պլաժ է, վերանորոգվել 2 տարի առաջ, էլի ամբողջությամբ կա ամեն ինչ հարմարությունները բոլոր կան, դուշևոյ կաբինը, changing room, то есть էլի անվճար, շեզլոնգի, զոնտիկի այդ դրանք արդեն վճարովի են, տեղում ճիշտ է ինքը տենց մեծ գումար չի, բայց տեղում պետք է վճարվի, որպեսզի կարողանաք օգտվեք, ասենք, Անից եթե շեզլոնգ չեն ուզում, խնդիր չկա, իհարկե, սովորաբար միայն հենց հա, սովորաբար հենց այդպես է լինում, որովհետև հյուրանոցները, որոնք որ տրանսֆեր են տալիս մինչև այդ ափը, իրանք սրբիչներ կամ ինչ-որ պարագաներ հյուրերին տալիս են ու այդքանը պրինցիպի բավական է։ Մուտքը տուրիստների համար անվճար է, վաուչեր պրոստը ունենան հեռախոսի մեջ թե հա ցույց տան, որովհետև տեղացիների համար, որպեսզի ափը չլինի տենց շատ լյուդնի ու ավելի private լինի, տեղացիների համար մուտքը վճարովի է, տուրիստների համար անվճար։ Անի բան հարցնեմ, օրինակ, այդ պարագայում պետք է, օրինակ, ամրագրում են քաղաքային հյուրանոց, նախորդ հարցում ուղարկենք, հյուրանոցը շաթլ ունի Ալխան Beach, թե չէ, ու եթե ունի, ինքը ավտոմատ տալիս է վաուչեր։ Չէ, վաուչերը դա ձեր տուրիստի վաուչերն է, տուրիստական վաուչերի մասն է խոսքը գնում։ Հա, իր տուրիստական վաուչերի մասն է խոսքը գնում ու 99% հյուրանոցները շարժայում տրամադրում են տրանսֆեր դեպի Ալխան Open Beach։ Մի ուրիշ բան հարցնեմ, որովհետև գիտեմ, էլի երեխեքին հետաքրքրում է։ Օրինակ, եթե հիմա մարդը երկրորդից հյուրանոց, օրինակ Red Castle է այս պարագայում։ Իրանից ինչքանով է, ես գիտեմ, որ փողոց ես անցնում, ծովն է, բայց օրինակ, այդ քո նշած կահավորված հատվածը, ասենք Red Castle-ից մոտապես ինչ հեռավորության, անցար այդ ամբողջ երկարությամբ չկա այդ կահավորանքը, ասենք, որ հատվածն որ agentները կարողանան էլի ճիշտ կողմնորոշեն տուրիստին, որ այ վերցնես երկրորդ քիծ կգնաս ու ասենք մի հատ փողոց ես անցնում կամ 5 րոպե ես քայլում ու ասենք ունես հանրային ափ լրիվ օգտագործելու համար։ Նախ Red Castle-ը տրամադրում է, ես հեսա բոլոր հյուրանոցների մասին հերթով կխոսեմ, որովհետև շատ չեն ու պրինցիպի քանի ես այդ հնարավորությունը ունեմ, տամ այն ինֆորմացիան, ինչ որը հիմնականում ամենաշատն են հարցնում, Red Castle-ի մասով, նախ Red Castle-ը տրանսֆերել ունի դեպի ափ, то есть եթե հյուրերը չեն ուզում ոդկով քայլեն, իրանք կարող են բասով գնալ, բայց փողոցը անցնում են փոքր փողոց է, то есть մեծ լայն տրասա չի, հա, անցնել հնարավոր է, հա,
Հա, ոնց որ մեր պրոսպեկտի փողոցը դաժե մի քիչ ավելի մեր պրոսպեկտը ավելի լուդն է, աստեղ մի քիչ ավելի հանգիստ է։ Փողոցը անցնում են եւ դեպի ձախ բարձրանում են դեպի ափ եւ ճանապարհին կլինեն երկու տարբերակ իրանց համար։ Մեկը Լուլուի կողքի բացօթյա ափն է, մյուսը Ալխանն է։ Երկուսն էլ իրանք կարող են գնալ, երկուսում էլ կարող են երկուսից էլ կարող են օգտվել։ Եթե գնում են դեպի Լուլու, դա 5 րոպեվա քայլելու ճանապարհ է, եւ եթե գնում են Ալխանի ափը, դա 10 րոպեվա քայլելու ճանապարհ է։ Պարզա, ես թվում է այդ շատ կարևոր ինֆորմացիա է, էլի, որովհետև նախկինում հոթելներ կար, որ ափը տեսնում են, բայց ասում են լավը չի, գնում ենք, ասենք չեն կարող մտնել կամ ուրիշ հյուրանոցի տարածքով են մտնում, հավելավճար են տալիս դրա համար։ Հիմա այս բaragայում ազատվում են այդպես խնդրից։ Հա, տենց խնդրից ազատվում են ու ինչումն է առավելությունը, որ կան տուրիստներ, որ ասում են մենք ուզում ենք ավելի բյուջետային տարբերակ հյուրանոցի, որպեսզի այդ գումարը ծախսենք ինչ որ ուրիշ բանի վրա, հա, գնանք ինչ որ նոր բաներ տեսնենք, էքսկուրսիաներից օգտվենք, կամ չեն կարևորում հյուրանոցի այդ կամ գործով են գալիս, բայց ուզում են 1-2 անգամ все-таки ապից օգտվեն։ Դա իդեալական տարբերակ է, որովհետև նախ շատ մոտ է։ Երկրորդ իրականում ափը շատ մաքուր է, ասենք շատ լավն է, արտակարգ ափը։ Ու ես չեմ հիշում անկեղծ ոչ մի ուրիշ էմիրատում, որտեղ դու կարող ես ափով քայլել ու ջուրը այնքան մաքուր լինի, որ դու տեսնես փոքրիկ ձկներին։ Ասենք տենց մաքուր ափ չկա իրականում, կան մի քանի տենց տեղեր, ասենք Սադիատի վրա, որոնք որ ձերք տված չեն, հա, կան մի քանի տեղեր Աջմանի են Ալզորայի մասերը, ոչ թե պլաժնի լինյան, բայց հենց այստեղ ամբողջ լինյան ինքը այտենց մաքուր է ու իրականում շատ կարևոր է դրա համար հիմնականում այս պլաժնի հյուրանոցների հյուրերը իրանք բոլորը repeater են, то есть իրանք գիտեն ինչի համար են գալիս են իրանց ծովի համար, իրանց դա հարմար է ու հիմնականում մեծ մասը 70% է երևի թե իրանք բոլորը repeater են, то есть հյուրանոցի staff-ը դա համ իրանց անուններով գիտի, համ իրանք հյուրանոցին գիտեն անուններով, այդ աստիճանի repeater են։ Համ լավը համ վատը, բայց Հա, համ լավը համ վատը, բայց վատը էլի նայած ինչ տարբերակում, որովհետև դուք չեք զգալատը մենք ենք զուվորի բան ուզում են exception ինչ որ բացառություն, ասում մենք կզանգենք հյուրանոցում։ Դա արդեն պետք է խոսել հյուրանոցների հետ, որպեսզի պահեն իհարկե այո, կոլեգիալ էթիկա բնականաբար, հա։ Հիմա ես այստեղ եմ ցանկացած հարցով, որտեղ որ չկա ինչ որ չեմ ուզում այդ բառը խնդիր բառը ասեմ, այլ ինչ որ, չգիտեմ, չկա ինչ որ բան հասկացողություն կամ պետքա ես միջամտեմ, խնդրեմ ասեք, ես մեծ հաճույքով կօգնեմ, ցանկացած հարցում, բայց հույսով եմ տենց խնդիրներ չեն լինի։ Արագ ասեմ, հիշացնեմ ծովափնյա հյուրանոցները որոնք են, շատ չեն շարժայում ծովափնյա հյուրանոցները, բայց հույսով եմ, որ մենք կլայնացնենք այդ ցուցակը, կա պլանները կան, շատ մեծ պլաններ են, չեմ ասի, որ դա մոտակա ապագան է, բայց ես հույսով եմ, որ 26 թիվը շատ պոզիտիվ նորություններով կլինի։ Այդ ակվարիումից սկսած Ալխանից հետո առաջ հյուրանոցը որ գալիս է պլաժնի շարժը Կարլտոնն է, բոլորդ գիտեք 4 աստղ բյուջետային նոր հյուրանոց չի, հա, բայց ինքը շատ ակուրատնե մաքուր բյուջետնի հյուրանոց է, то есть իր գնի համար մարդիկ ստանում են այն ինչը որ ուզում են։ Շարժը Կարլտոնից հետո գալիս է Occidental-ը դե գիտեք միջազգային ցանցի հյուրանոց է, Բարսելոնին է պատկանում, իսպանական բրենդ է։ Երբ որ Բարսելոն միացավ եւ վերցրեց Occidental Grant-ը, շատ բան է փոխվել, во-первых, ամբողջությամբ ռինովացիա ա եղել հյուրանոցում, բոլոր համարները, ֆոյեն, ամբողջը ռինովացիայից հետո է։ Ունի բասեյն բավականին մեծ, ունի փոքր երեխաների համար բասեյն, առանձին բացօթյա ջակուզի ունի,
ինչը որ նման չի շարժային, բայց կա օքսիդենտալում ունի անիմացիա այն սեզոնին, երբ որ եղանակը լավ է, իրանք անիմատոր են տրամադրում առավոտյան դա ֆիթնես է ափին, հետո ինչ որ խաղեր է կլինեն դրոցիկներ, չգիտեմ, երեխաների հետ խաղեր, երեկոյան ինչ որ խաղեր են կազմակերպում, պարեր են կազմակերպում, то есть տենց փորձում են ակտիվ լինել, հա, ինչքանով որ հնարավոր է դա անել շարժայում։ Օքսիդենտալը 4 աստղ է, բայց ես կարամ ասեմ, որ ինքը տենց լավ, շատ լավ 4 աստղ է, Կայուն տենց 4-ը։ կայուն 4 է, այո։ Օքսիդենտալից հետո Լուլունա, փոքրիկ հյուրանոց 60-ից 70 համար է, եթե չեմ սխալվում, Լուլունում, то есть ինքը բավականին փոքր է, հա, նամերնոյ ֆոնդը քիչ է, բայց էլի շատ հարմար է, ափի առումով, բուտիկովի է, կանաչ, սենց շատ ույուտնի տեղ է։ Միակ բանը Լուլուի, որ համարները շատ մեծ չեն, բայց իրականում, то есть եթե ընտանիքը 2 եւ 3 երեխաներ են, ես խորհուրդ կտայի 2 համար վերցնեին, բայց 2+2-ի համար նորմալ է։ Իմիջիալոց ձեզ հիշեցնեմ, որ շարժապրեմիերը, որը գտնվում է երկրորդ գծին, հա, դիմացի մասում, շարժապրեմիերը պատկանում է Լուլուին եւ շարժապրեմիերի հյուրերը կարող են գնալ Լուլուի ափ եւ օգտվել ամբողջ այդ տարածքից անվճար։ Կա նաև թե մեքենա, որը որ տանում է, թե ոտքով 5 րոպե է բուկվալնա, փողոց անցնում են եւ քայլում են 5 րոպե դեպի Լուլու։ Այդ ինչ վերաբերվում է շարժապրեմիերին։ Հետո մեր մոտ գալիս է Սահարան եւ Red Castle-ը դեմ դիմաց են, իրար հետ ընդհանրապես կապ չունեն, Red Castle-ի հյուրերը չեն գնում Սահարա, չգիտեմ ինչի շատ ժամանակ տենց տենդենսա տենց են ասում, բայց իրականում տենց բան Որովհետև չկա։ մի քանի տարի այդպես էր իրանց պոլիտիկան օգտվում է Սահարաբիչի ափից։ Yes, հա, բայց հիմա այդպես չի, իրանք տարբեր հյուրանոցներ են, տարբեր տերեր են, Red Castle-ը, ինչպես ասեցի, տրամադրում է ավտոբուս դեպի Alhan Beach կամ հյուրերը կարող են ոտքով գնալ դեպի Լուլուի կից Open Beach-ը կամ նույն Alhan Beach-ը։ Էլի բյուջետնի հյուրանոցներ են, ունեն իր սիգմենտը, աուդիտորիան։ Մյուս երկու հյուրանոցը Coral-ն ու Sheraton-ը, իրան գտնվում են արդեն Աջմանի սահմանին, հա, ավելի մոտ դեպի Աջմանին։ Coral-ը էլի նոր հյուրանոց չի, բայց ամբողջ նամերնոյ ֆոնդը ռինովացիա է արել, ինչը որ շատ լավ է։ Հետո այն մարդիկ, ովքեր սիրում են մեծ տարածք, հա, տենց ասենք կանաչ լինի, աչքը սիրում է որ կանաչ տեսնի, այդ Coral-ի մասն է, որովհետև իրանք շատ մեծ տարածք ունեն, տենց ծիտիկներով լցված, պապուգայчикների առանձին տենց տարածք ունեն, նապաստակներ են վազվզում, то есть այսպես կենթանական ինչ որ փոքր դաժե անկյուն կա, պլյուս դրան ունի 2 բասեին, ինչը որ հարմար է, то есть տարածքը այդքան մեծ է ու իհարկե այդ նույն ափը, որը որ շարունակվում է Coral-ում։ Եվ Շերատոնը, որը որ նույնպես Մարիոթի ցանցին է պատկանում, Շերատոնը 5 աստղ է, Շերատոնի մասին այս պահին շատ չեմ խոսի, բայց խոստանում եմ անպայման հետո վերադառնալ առանձին Շերատոնով, հույսով եմ, որ այստեղ էլ տենց դրական լուծում կտանք Շերատոնին։ Ուղղակի ասեմ, ինքը 5 աստղ հյուրանոց է, ծովափնյա լյուքս չի, ես չեմ ասի, որ Շերատոնը լյուքս է, բայց պրեմիում 5 աստղ է։ Սա ծովափնյա բոլոր հյուրանոցներն են, որոնք որ կան շարժայում, եւս մեկ հյուրանոց կա, բայց գտնվում է մի փոքր ուրիշ հատվածում, երբ որ անդրադառնանք այն հատվածին, արդեն կխոսեմ մյուս ծովափնյա հյուրանոցի մասին նույնպես։ Հյուրանոցները, որոնք գտնվում են քաղաքում։ Եթե ծովափնյա հյուրանոցները այդքան շատ չեն, ապա City հոթելները բավականին շատ են ու տարբեր սեգմենտների համար։ Four Points-ի մասին մենք կխոսենք մի փոքր հետո, ավելի մանրամասն այստեղ չեմ մանրամասնի։ Holiday International եւ Marbella երկու հյուրանոցները, որ գտնվում են հենց իրար կողք, նույն ցանցին են պատկանում, Sharjah National հյուրանոցների ցանցին են պատկանում։ Holiday International
Այս վերջերս վերանորոգվել է, то есть ամբողջ նամերնոյ ֆոնդերի նավացիայից հետո է, շատ հարմար է, որովհետև գտնվում է մի վայրում, որտեղից կարելի է դուրս գալու ման գալ, շատ տեղեր կան ման գալու, կողքը պալմովի մեծ ռոշա է, Այլնուր Island-նա հիմա այդ ամեն ինչի մասին կխոսեմ, то есть եթե իրարու ուզում են գան նենց տեղում լինեն, որ դուրս գան, ման գան, ինչ որ հետաքրքիր վայրեր գնան ու դրա հետ մեկտեղ շատ գումար չծախսեն հյուրանոցի մասին, հյուրանոցի առումով դա հենց Holiday International-ի մասին է, նույնպես տրամադրում է տրանսֆեր դեպի Այլխան Beach։ Մարբելան ցանցի մեջ է մտնում, գտնվում է հենց կողքը, երկու հարկանի կոտեջիկներ են, որոնք որ ունեն համարներ առաջի հարկում եւ երկրորդ հարկում, առաջի հարկի համարները դուրս են գալիս գազոնի վրա, շատ հարմար է, ով սիրում է, ասենք մարդիկ կան, ես օրինակ շատ եմ սիրում, որ համարը հենց առաջի հարկում է ու դուրս է գալիս դեպի գազոն, դուք այս համարից տենց միանգամից դուրս գաս երեխեքի հետ շատ հարմար է, ու причем մինիմալ կատեգորիան ինքը պոլուլյուքս է, то есть միշտ լինելու է living-երյան գաստիվոյ զոնան մեծ ընտանիքների համար շատ հարմար է։ Մի հատ ննջարան, մի հատ նստելու վայր էլի։ Հա, նստատեղ, այո։ Սենտրո շարժան պատկան Մարոտանայի ցանցին ինձ թվում բոլորդ գիտեք, գտնվում օթանավակայանից ոչ հեռու, շատ հարմար է տրանզիտիկների համար, եթե ասենք ուզում եք տրանզիտնի ստոպ անել, ստոպ-օվեր անել ու դուրս գալ շարժա, իդեալական տարբերակ է, գին, որակ, հիանալի հյուրանոց է, ներսում ունի մեծ բասեին, դրա հետ մեկտեղ հենց հյուրանոցն իրանով ինքը թույլ է տալիս նաև ուղակի հանգստի համար, то есть պարտադիր չտրանզիտնիկները գան հանգստանան, սովորական հյուրերը նույնպես կարող են ամրագրեն սենտրոշարժան նույնպես ունի տրանսֆերները իմիջիալոց ոչ միայն դեպի Այլխան Բիչ են, այլ դեպի մոլեր, շատ տրանսֆերներ կան դեպի տարբեր մոլեր, դեպի հիմնականում իհարկե դեպի շարժային մոլերն է, բայց հյուրանոցներ կան, որ օրինակ Occidental-ը Դուբայ մոլ է տրամադրում տրանսֆեր, то есть այդ առումով շոփինգը շատ հարմար է նույնպես։ Մյուս հյուրանոցները The Acta եւ 72-ն նույնպես գտնվում են հենց այս Holiday International-ի դեմ դիմաց, էլի այդ ռայոնը կոչվում է Al-Majaz, Լագունայի կողքն է ու շատ հարմար է, ինչպես ասեցի, որ դուրս գան, ման գան, հա։ Մի հատ անջան, մի հատ նկատառում անեմ, շատ ագենտ է լինում է, երբ որ նայում են այդ հյուրանոցը, տեսնում են սիրուն տենց այդ լագունան, մտածում են ծով է, այդ ծով չի, իրանք առաջի գծի տակ եղել է դեպքեր վաճառք են տվել, որտեվ երբ որ նկարներում նայում են, հենց այդ սիրուն տեսարաններն են գցում ջրային, մարդիկ մտածում են, ովքեր չգիտեն, էլի, հա այս մասերը ուշադիր լսեք, որ հանկարծ սխալ վաճառք չգնա ձեր մոտ։ Հա, մերսի շատ Լիլջան, այդ լագունան առանձնացված է նաբերежնիով, то есть ապ չկա բացարձակ։ Եթե ուշադիր լինեք հյուրանոցի համարներին, նույն դակտում 72-ում, Holiday International-ում կան համարներ, որ գալիս են պրիպիսկայով Lagoon View։ Այդ նշանակում է, որ իրանք նայում են այդ լագունային։ Համարները, որոնք որ չունեն, սովորաբար նայում են հետևի կողմ, հա։ Այս The Acton 72-ն շատ հարմար մոդեռն սարքած հյուրանոցներ են։ Երկուսն էլ 72-ն կոչվում է 72, որովհետև ընդհանրապես 72 համար ունի, то есть номерной фонд փոքր է։ Ես ձեզ կխնդրեմ, որ միկրոֆոնները անջատեք, որպեսզի բոլորը կարողանան լիարժեք լսեն, հա, The Act-ը մի փոքր գտնվում է խորքում, երկրորդ գիծը ավելի շատ 72-ն առաջի գիծը, то есть The Act-ի պարագայում տեսարանը ամբողջությամբ direct չի լինելու, մի փոքր ինքը խորքում է գտնվում։ The Act-ի նամերնոյ ֆոնդը շատ ավելի մեծ է, համարները մեծ են 48 քառակուսի համարները, то есть ну բավականին մեծ են, հա, entry category-ից սկսած։ Դրա համար 2+2 հանգիստ կա ու
վպալնի ընտանեկան հյուրանոց կարելի է համարել կան քիչ զոնաներ բայց ավելի շատ նախատեսված որ դու գնաս քո երեխայի հետ զբաղվես չկա մարդ որ կհետևի հա то есть այնտեղ իգրավոյա խաղալիքներով ինչ որ բաներով բայց ոչ որ ինքդ գնաս ինքդ զբաղվես քո երեխայի հետ Դայակ չկա։ չէ դայակ չկա հա Golden Sands-ը գտնվում է դեպի Դուբայի ավելի կից տարածքում միակ հյուրանոցն է որը որ շատ հարմար կցում ունի մոլին Սահարա մոլը գտնվում է դիմացի մայթում ու այստեղ կա այսենց փոքր բրիջ այս մոստիկով անցնում են ու հայտնվում են մոլում ըստ այն մարդկանց համար որ կարևոր է շոփինգը սա իդեալական տարբերակ է պլյուս Golden Sands-ը ինքը ապարտամենտներ են որոնք ունեն ամբողջական հարմարությունները թե խոհանոցի թե լվացքի մեքենայի տարբերակով պլյուս շատ ժամանակ Golden Sands-ը ասենք այն մարդիկ որ գործ ունեն թե շարժան թե Դուբայում եւ ժամանակաժամանակ պետք է նաեւ գնան Դուբայ իրանց համար շատ հարմար է որովհետեւ երբ որ անցնում ես Սահարայի մոտ Սահարայի մյուս կողմից արդեն sense ասեմ համարվում է Դուբայի տարածք ու այնտեղից տաքսին շատ ավելի մատչելի է, քան եթե դու շարժայից գնում ես Դուբայ։ То есть ինքը sense փոքրիկ բան է, շպարգալեչկա է, որ մարդիկ օգտագործում են, գիտեն, բուկվալնա պրոստը փողոց անցնում են մոլից են կողմ եւ արդեն համարվում, քանի որ սահման տաքսին չի անցնում, գինը շատ կտրուկ իջնում է։ Մյուս հյուրանոցներից մեկը Կորնի շարժա հյուրանոցն է, նախքին Հիլտոնը, միգուցե տենց կհիշեք, ինքը 5 աստղ հյուրանոց է, նոր չի, բայց էլի նույնպես համարները թարմ են, շատ մաքուր, շատ ակուրատնի, պլյուս դե այն ինչը որ եղել է Հիլտոնի ժամանակ, դե ինքը տենց մощный տարբերակով տենց էլ մնացել է, այստեղ կան նախնամիրնոյ ֆոնդը ինքն իրանով մեծ է, կոնֆերենց զալեր կան, շատ ժամանակ օրինակ մտածում են, որ շարժան այդքան էլ հարմար չի ինչ որ խմբերի համար, կոնֆերենցիաների համար, բայց դրա հետ մեկտեղ երբ որ Դուբայում են փնտրում կամ ուրիշ Էմիրատում, գինը այնքան բարձր է լինում, որ մարդիկ որոշում են все-таки այդ ամեն ինչը չանել UAE-ում, այլ անել ուրիշ երկրներում։ Այս պարագայում դուք կարող եք դիտարկել շարժայում էլ կան շատ հյուրանոցներ, այստեղ չեմ նշել այս սլայդի վրա, բայց Պուլմանը, Նավատելը, նույն Կորնիշը, իրանք շատ լավ հարմարացված են նմանատիպ միջոցառումների համար ու հենց բյուջետի առումով շատ ավելի մատչելի դուրս կգան։ Կորնիշը գտնվում է այ հիմա որ սենց պտտացնեմ, այս լագունան որ դուք տեսնեք, չգիտեմ ինչքանով երևում է, թե ոչ, հենց այստեղ է գտնվում Կորնիշը, իսկ դիմացի հատվածում գտնվում են այն հյուրանոցները, որոնց մասին խոսել ենք 72-ն, այնտեղ գտնվում է Doubletree by Hilton-ը, որը նույնպես այստեղ սլայդի վրա նշված չի, բայց Doubletree by Hilton-ը սովորաբար, քանի որ ինքը կորպորատիվ հյուրանոց է ու հիմնականում տենց շատ միջոցառումներ ալնեմ, գնային պոլիտիկայով գիտեմ, որ այդքան է մատչելի մեր շուկայի համար, դրա համար ավելի հարմար են այն հյուրանոցները, որոնք որ նշել եմ։ Բայց Doubletree-ն որպես Hilton-ի բրենդ իհարկե որակային առումով ու սերվիսի առումով շատ բարձր է։ Մի փոքր խոսենք այն վայրերի մասին, որտեղ շարժայում կարող եք այցելել, տեսնել ինչ հետաքրքիր տեղեր կան, իսկ հետաքրքիր տեղեր շատ կան։ Heart of Sharjah, շարժայի սիրտը, ինչպես ասեցի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկին է պատկանում, կոչվում է Heart of Sharjah ոչ միայն որովհետև գտնվում է շարժայի կենտրոնում, այլ որովհետև այստեղից սկսվել հենց կյանքը, то есть այստեղից է Էմիրատը որպես այդպիսին սկսել կայանալ, հետո ծավալվել եւ մեծանալ, այստեղ կան 4 տեսակի մուզեյ կա հենց ներսում ու պլյուս մի քանի հատ արդեն ընդհանուր այդ տարածքում կա հին այդ կոլորիտային շուկա, Սուկ Ալ-Շանասիան, այս շուկան ամբողջական փակ տարածք է,
կոնդիցիոներով, то есть ինքը տեն շատ հարմար, բայց որ դուք մտնում եք ներս, ինքը սենց այդ հին կոլորիտն ա տալի շարժայի այդ իրանց տրադիցիոննի էլեմենտներով, ինչ որ պատմական, հա, դռները փայտյա սարքած են ոչի մեջ, որոնք որ եղել են, то есть իրանք փորձել են վերականգնել նախ այդ շինությունը իրանով հին ա եղել, ուղղակի ռինովացիա է արվել ու իրանք վերականգնել են հին պատմական մշակութային շենքը նորովի, որ ավելի կոմֆորտնի լինի, то есть հյուրերին հարմար լինի։ Այստեղ տարբեր տեսակի մուզեյներ կան, իրանց հենց պատմական հերիտաժ բաների մասին, հա, ինչով են իրանք, ինչ են ստեղծագործել, ինչով են ապրել, ինչով են զբաղվել, ժառանգությունը, հա, այդ ժառանգությունը ամբողջովին այստեղ ներկայացած, ով տենց հետաքրքրված ավելի պատմական տեսակետից շատ հետաքրքիր կլինի։ Այստեղ նույնպես գտնվում է Չեդի Ալբեյթ հյուրանոցը, Չեդի Ալբեյթ հյուրանոցը նախ Չեդի բրենդը ինքն իրանով հայտնի բրենդ է, համաշխարհային ու լյուքսովի բրենդ է, չգիտեմ ինչի շարժան չի ասոցացվում սովորաբար լյուքսի եւ պրեմիում սեգմենտի հետ, բայց մենք այստեղ ունենք բավականին շատ հյուրանոցներ, որոնք որ հենց լյուքսովի սեգմենտի են, օրինակ դրանցից մեկը հենց Չեդի Ալբեյթն է, Ալբեյթ նշանակում է տուն, ու այստեղ ինչա տեղի ունեցել, ոնց որ ասեցի, այդ հարթով շարժայում, շարժայի սրտում հին հարուստ տեղացիների տներ ա եղել եւ մի քանի տարի առաջ իրենք դոնեյթ են արել, նվիրել են այդ իրանց այդ տարածքը, այդ տները, սովորաբար ոնց են ապրել, ոնց որ իրանք ամբողջ այդ ցեղով, հա, եթե տենց կարելի է ասել, 20 տուն մի տեղում միացված ապրել են եւ իրար հետ շփվել են, то есть մեկը մեկի տունա գնացել, ինքը sense թվում է թե ոնց որ մի հատ ամբողջական տեղ լինի, բայց ներսում տենց տարբեր տունիկներ ա եղել, տարբեր ընտանիքներով։ Հիմա իրանք այդ ամբողջը հանձնել են եւ արդեն Չեդին որպես բրենդ վերցրել է այդ տարածքը, վերափոխել, թողել է այդ հին կառույցը որպեսին, բայց ներսում շունչը իհարկե փոխել է, ինքը շատ պրեմիում կլասի լյուքսովի տարբերակա, այստեղ կան համարները, որ տեսնեք, օրինակ այս համարը, որ գորգը փրված է, այս արաբական ոճի մեջ է սարքած, բայց դրա հետ մեկտեղ շատ հարմարավետություններով, то есть դուք զգում ես համ հին պատմական շունչը կա, համ էլ նորովի այդ հարմար նորովի քո համար հարմարված սախ պարագաները, մի մասը հյուրանոցի այս ավելի արաբական ոճի է, մի մասը ավելի մոդեռն, այս մյուս սենյակները, որ տեսնենք սլայդի վրա, իրանք ավելի մոդեռն են։ Հիմնականում նամերնո ֆոնդը ինքը փոքր է ու հյուրանոցը կարա լինի պատզապրոս, բայց ես ինչ խորհուրդ կտամ, օրինակ ասում են, բայց գնան այդքան ինչ անեն, չէ, այդ հյուրանոցում։ Սովորաբար տուրիստները սիրում են, երբ որ կոմբինացիա է տեղ ունենում, ասենք 3 գիշեր իրանք կարող են մնալ սենց հյուրանոցում, զգալ այդ պատմական շունչը, դուրս գալ քայլելով, գնալ այդ տարբեր թանգարանները, տեսնել շարժայի սիրտը, մտնել շուկան, այդ շուկայի կոլորիտը զգալի է, մնացած օրերին ունենալ ծովափյան հանգիստ եւ համատեղել։ Այդ կոմբինացիաները իրականում շատ լավ են աշխատում, որովհետեւ տուրիստների մոտ մնում է այդ թե հանգիստ ծովափնյա առումով, հա, թե ինչ որ էմոցիաներ ու հիշողություններ ավելի պատմական տեսակետից։ Այդ շրջանում ոնց որ նշեցի շատ թանգարաններ կան ու вообще շարժան ինչի ստացել մշակութային մայրաքաղաքի կոչում, որովհետև շատ է գնահատում հենց մշակութային արժեքները, 20-ից ավել թանգարան կա շարժայում, շարժայում կա իսլամիկ մշակույթի մեծ թանգարան, որտեղ իրականում ոչ միայն մուսուլմանական աշխարհի դրվագներ կան, շատ հին պատմական
էլեմենտներ կան աստրոլոգիայի հետ կապված, արաբական տարբեր երկրներից ինչ որ բերված արտիֆակտներ, կա նավերի առանձին թանգարան, որը որ հենց շարժ ակվարիումի կողքն է գտնվում, տարբեր տեսակի նավեր կարող եք տեսնել, սկսած են փոքր դոուներից, որոնցից որ իրանք սկսել են, հա, իրանք ճանապարհը, ինչպես գիտեք, արաբները նախկինում գործը, որոնք որ այն գործերը, որոնք որ զբաղվել են արաբները, դա եղել է հիմնական ձկնորսությունը եւ pirolo, ոնց ժմչուժное дело, հա, մարգարիտ կներեք, հա, եւ մարգարիտներ են հանել ծովից, ու այդ ամեն ինչը как раз այս թանգարանում ներկայացված է, ու շատ տարբեր նավեր են, հին մեքենաների թանգարան կա շարժայում, որտեղ որ նենց ես որ գնացել էի, դաժե ես որ տենց ոնց կին եմ, բայց ամեն դեպքում այնքան հետաքրքիր էգզեմպլյարներ կան, որոնք որ մեկ տեսակ է, то есть չկա էլ աշխարհում դրանից 100-ից, հա, 100-ից ավել մեքենա կա այս թանգարանում։ Թանգարաններ իրականում շատ կան, բոլորը չեմ կարա թվարկեմ, բայց հիմնականը ինչ ասեմ, թանգարանները ոնց որ ասեցի պատկանում են պետությանը եւ պետությունը ձգտում է այդ առումով օգնել տուրիստներին եւ մաքսիմալ մատչելի սարքել։ Բոլոր թանգարանների, պետական թանգարանների գումարը նույնն է, տոմսերը բոլոր տեղերում նույնն են, 25 դրխամ է, համարյա $6, ծերերին անվճար, երեխաներին 15 դրխամ է, то есть ինքը թանկ չի եւ դրա հետ մեկտեղ հետաքրքիր էքսպերիենսը, որ կարելի է համատեղել հանգիստի հետ։ Բացի մշակութային կյանքից կա նաև ավելի տենց այդ ակտիվիտիներով լի տարբերակները, ինչպես ասեցի մինչև այդ ցավոք ոչ բոլորը տեղյակ են, բայց շարժայում կա ակվապարկ, հա, որը որ այս պահին ցավոք դեռ փակ է, ռինովացիա են անում, բայց ինչը իրականում շատ ավելի լավ է, որովհետև կունենանք փետրվարից հետո նորեցված ակվապարկ, ակվապարկը մեծ է, բայց մի համեմատեք ձեզ հայտնի ակվապարկերի հետ, թեկուզ ինքը մտնում է աշխարհի 7 լավագույն ակվապարկերի մեջ, բայց ամեն դեպքում այս ակվապարկը ավելի շատ նախատեսված է ընտանեկան հանգստի համար, երեխաների գորկաներն են ավելի շատ, մեծերի համար էլ կա, բայց այդ բան էքստրիմը չի, որ սենց 90 գրադուսում 90 իջնում են մի անգամից свободное падение, տենց բաներ չկա, բայց շատ գորկաներ կան, ու в принципе ինքը հետաքրքիր է։ Այդ նույն կղզու վրա նաև կա Island of Legends, ինքը թեմատիկ պարկ է, այնտեղ կան տենց տարբեր տեսակի ինչ որ ատրակցիոններ, колесо обозрения, в принципе զբաղվելու տարբերակներ են։ Ու ինչն է лав, որ գտնվում է այս կղզին շատ մոտ էլի հյուրանոցներին, то есть այս Ալմաջազի հյուրանոցներին это в пешей доступности, Ալխանի հյուրանոցներին максимум 10 րոպեվա ճանապարհը 8-ից даже 8-ից 10 րոպե, то есть ինքը շատ մոտ է ու պետք չի հասնել ինչ որ տեղեր, ընկնել պրոբկաների մեջ ու ամբողջ օրը կորցնել։ Սովորաբար հյուրերը գալիս են առավոտյա մի մասը տենց նախաճաշ են անում, հետո հանգստանում են թե ափում, թե հյուրանոցում ու հետո արդեն գնում են դեպի այս կղզի։ Ուրիշ ունենք City Sightseeing Bus, համաշխարհային բրենդ է, ինձ թվում է դուք գիտեք, երկու հարկանի ավտոբուս, կարմիր գույնի, երկրորդ հարկը բացօթյա կրշայով, սա իդեալական տարբերակ է, եթե ուզում եք պրոստը ֆրակ ու տեսնեք ինչ կա շարժայում, որովհետև ինքը hop on hop off տարբերակն է, երբ որ դու կարող ես իջնել որտեղ ուզում ես, հետո նորից նստել որտեղից որ ուզում ես, ըստ մարշրուտի դու վերցնում ես մարշրուտը, պլանը
բանը, տեսնում ես որ ժամին երբ է անցնելու ավտոբուսը, то есть ավտոբուսը անընդհատ այդ մարշրուտը ֆռում է, իսկ դու կարող ես դուրս գալ ու ասենք դուրս եկար Ալմաջազում ֆռացիր, ինչքան որ ուզեցիր։ Հետո հետ ես գալիս արդեն գիտես, այս ինչ ժամին ես ավտոբուսը անցնելու, նստում ես ու շարունակում ես։ Ինքը սենց շատ հետաքրքիր բան է, պլյուս ունի audio guide, то есть տալիս են մեկ անգամյա օգտագործման նաուշնիկներ ու բայց թարգմանությունը անգլերեն, ռուսերեն ու չինարեն է այս պահին դեռ։ Երկրորդ նկարը Rain Room-ը, որը որ մի քանի երկրներում կա, ոչ բոլոր երկրները կարող են ասել, որ իրանք սենց բան ունեն, ինքը շատ sense ոնց ասեմ ունիկալնի ինտերակտիվ ինստալացիա է շատեր դե Instagram-ի համար մեկ սփոթն է սենյակ է որտեղ անընդհատ անձրև է գալիս անընդհատ երբ որ դու մտնում ես անձրևի տակ քո շուրջը անձրև չկա то есть այդ պահին երբ դու մտար ու ջուրը կանգնում է քո շուրջը հենց то есть սենսորային տարբերակ է եթե շատ արագ չշարժվես այդ ճանապարհը ամբողջությամբ կարող ես անցնել եւ չթրջվել շատ հետաքրքիր տենց experience է ու էլի շատ մատչելի ու նույնպես գտնվում է Heart of Sharjah-ի տարածքում շատ մոտ մյուս նկարը Al-Nur Island-ն է կղզի, որը գտնվում է Լագունայի վրա, այդ որ ձեզ ասեցի, որ ապ չկա Ալմաջազի հյուրանոցներում Լագունա է, այ Լագունայի մեջտեղում այս կղզին է, Al-Nur Island կղզին է, որը որ միացված Ալմաջազին մոստիկով, ինքը սենց բոտանический սադի տարբերակով շատ կանաչ, շատ հետաքրքիր տարածք է ինչ կա հետաքրքիր բացի այդ բոտանический սադից որտեղ որ առանձին կակտուսների այգի կա ցելի sense մի հատ մեծ տարածք տարբեր տեսակի կակտուսներ են տարբեր տեսակի ծառեր կան ասենք բուտուլочное дерево որոնք որ տենց rare են էլի շատ չեն հանդիպում կա նաև այս ոսկեգույն շինությունը դա թիթեռնիկների սենյակն է, թիթեռնիկների տունը, որպես մենք ասում ենք, աշխատում է մինչև ժամը 6-ը, որտեղ ժամը 6-ին մութը, որ ընկնում է, թիթեռնիկները հավաքվում են, իրանք լույսի վրա են դուրս գալիս, մտնում ես այդ սենյակ ամբողջը թիթեռնիկներ են, 100-ից ավել թիթեռ են, տեսականու առումով 50 տեսականի են, մինչև 50 տեսականի տարբեր ձևի, բայց քանակային 100-ից ավել են, կարան նստեն ձեռքիդ, կարան նստեն սիտ, այնտեղ սենց մրգերը դրված իրանք ուտում են, то есть սենց շատ հավես experience է, առավել եւս երբ որ երեխաների հետ գնում, երեխաները շատ են սիրում դա գտնվում է Al-Nur Island-ում նույնպես շատ մոտ, то есть էլի պետք չի հասնել ուրիշ էմիրատներ, պետք չի գնալ ծախսել 4 ժամ ճանապարհի վրա, 10 րոպեում հասնում ես ու այս կղզու վրա ես արդեն լինում։ Եվ Լագունայով նավեր են անցնում, բոլոր նրանք, ովքեր ուզում են ուղղակի մի հատ boat experience անել, կարող են հենց տեղում մոտիկանում են, boat են վերցնում ու արդեն Լագունայով կարող են անցնել։ Մյուս երկու հայտնի տեղերն են Ալ-Կազբան ու Ալ-Մաջազը, Ալ-Կազման շատ ժամանակ ասում են Շարժայի փոքրիկ Վենեցիա, որովհետև ինքը հրապարակի պես մի տեղ է, որտեղ որ նախ կանալ է մեջտեղով անցնում, երկու կողմից տարբեր շինություններ են ու շատ տարբեր տեսակի կաֆե, ռեստորաններ ու այդ ամեն ինչը շատ դեկորատիվ ձևի սարքած, то есть просто ինքը прогулочный շատ սիրուն современный տեղ է, բայց շատ հաճելի դետալներով մանկական տեղեր շատ կան, եթե ուզենաք գնաք երեխաների հետ ինչ-որ զբաղվեք կամ просто ման գալու համար շատ հարմար տեղ է։ Եվ Ալ-Մաջազը այն ամբողջ էրիան, որտեղ որ գտնվում են հյուրանոցները, city hotel-ները, որոնց մասին պատմեցի, ինչպես կտեսնեք մեջտեղում Լագուն Շարժա Music Fountain-ն է, որը որ երկար է ինքը ասենք կլորավուն չի, ոնց որ Դուբայինն է, որովհետև սովորաբար ստեղ տարբեր իլյուստրացիաներ են անում հենց ջրի վրա ու տենց հարմար է ավելի։ Այս լուսնաձև
հատվածը, այդտեղ ամբողջը կաֆեներ, ռեստորաններ են, շատ հարմար է երեկոյան, եթե ուզում ես դուրս գաս մի տեղ նստես, տենց գալիս են նստում են նաբերежնին ու ֆոնտաններն են, երաժշտությունն է, շատ հարմար է։ Սիրուն, ահա։ Հա, շատ սիրուն է ու ինչպես ասեցի, Ալմաջազում կա նաև պալմովի ռոշա, մի ամբողջ տարածք լի պալմաներով, սովորաբար տեղացիները գալիս են երեկոյան, որ գնում ես այնտեղ երեկոյան, ամեն պալմայի տակ ինչ որ մի հատ ընտանիք է նստած մինի պիկնիկով, սենց փրվածքով, то есть ինքը այդ սենց կալորիտնի բան է տալիս։ Շատ տարբեր ռեստորաններ, կաֆեներ կան Շարժայում ու ինչով է հայտնի Շարժան արաբական երկրների մեջ, բայց ցավոք հայտնի չի դրանով մեր երկրներում իր տեղական ուտելիքով հենց շատերը շփոթում են այստեղի Լիբանանի, Սիրիայի ուտելիքները համարելով դրանք տեղական, բայց իրականում կան ուրիշ տեղական ուտելիքներ, հենց իրանց տրադիցիոննի ուտելիքները, որոնք որ շատ հետաքրքիր են թե համային եւ շատ նման են մեզ։ Օրինակ իրանք ունեն հարիսայի նման տարբերակ, բայց արվում է գառան մսով սովորաբար ու էլի այդպես երկար էփվում է շատ նման է то есть ну ուզում ասեմ այսինքն ինչ որ կալորիտնի բաներ կան որ շարժայում շատ հեշտ է հանդիպել ու Ավելի ռեստորանային մոտիկ պատվել էլի ու փորձել մշակույթին իրաց, հենց իրական արաբական ուտելիքները այո ավելի մոտ իրանց մշակույթին Լիլ ջան, մենակ մի հատ արագ ասեմ, որ ամերը մեզ կմիանա 12:30, մենք մի հատ կշեղվենք, կլսենք 4 points-ը եւ հետո կշարունակենք։ Քանի դեռ չի միացել, անցնենք եւս մի երկու հետաքրքիր վայրով նախ շոփինգը ինչպես ասեցի շատ հարմար է որովհետեւ հիմնականում բոլոր տեղերից կան ավտոբուսներ դեպի մոլեր ու ինչն է լավ կան մոլեր որտեղ որ դուք կարող եք գտնել լյուքս հա եւ կան մոլեր որտեղ որ շատ հարմար պրակտիչնի տարբերակներ կան то есть այդ սեգմենտների համար ամեն ինչ կա ցենտրալնի ռынокը մեր բոլորի սիրված մենք ասում ենք պարավոզիկի որտեվ sense բան հենց train-ի պես է ինքը իր արխիտեկտուրնի բանը կապույտ մոզաիչնի արխիտեկտուրա է շատ սիրուն են այս շենքերը իրականում ու սա մի շենքը ոսկու շուկա է ամբողջությամբ մի հենց այդ ամբողջ մի շենքը ոսկի շուկա է ոսկյա իրերի վաճառքա տեղի ունենում շատերը գալիս են հենց ոսկի գնելու համար իմիջիալոց մյուս մասը հա եթե տեսնում եք երկու հատվածից է բաղկացած մյուս մասում տենց ինչ որ տեղական տրադիցիոննի բաներ են սուվենիրներ են որտեղ որ կարաք առևտուր անեք բուկվալնը հետևի մասում կլինի նմանատիպ էլի տենց կապույտ մոզաիչնի պարավոզիկի նման շենք որը որ շուկան է որտեղ կարող են գնել թարմ մրգեր մի ամբողջ հատված մեծ ֆինիկների տեղը մի ամբողջ մեծ հատված թարմ ձուկ են բերում հենց ինքը գտնվում է հենց ջրինկից ու նավերը գալիս են բերում են միանգամից դեպի շուկա Շատ հետաքրքիր է, դաժե եթե ձուկ չեք ուզում առնեք, պրոստը մի անգամ խորհուրդ տվեք թող գնան տեսնեն, մտնում ես ինքը նենց շատ հետաքրքիր ձևի ներկայացված սարքած է, во-первых, ակուլայից սկսած վերջացած, չգիտեմ, շատ տարբեր տեսակի ձկներով, երկրորդը հենց տեղում իրանք մաքրում են ու մի հատված տարբեր ձևերի շատ հետաքրքիր ձևի են այդ պրոցեդուրաները անում, ինքը ավելի շատ իմ համար դաժե որպես էքսկուրսիա կարելի է համարել, ոչ թե այլ հենց շուկա։ Իսկ ինչ վերաբերում է մրգերին ու ֆինիկներին, եթե տուրիստներին պետք է ինչ-որ էկզոտիկ բան առնել, այստեղ կարան գտնեն ամեն ինչ ու գտնեն շատ մատչելի գներով, սա իմ ամենօրյա շուկան է, որտեղ ես գնում եմ եւ առևտուր եմ անում, որովհետեւ նախ շատ հարմար է ինքը փակ տարածք կա կոնդիցիոներներով մաքուր ու հարմարեցված ու պլյուս դրան ամեն ինչ կա ու գներն էլ լավն են։ Ու նույնը